Տարադրամի 24/7 փոխարկում Fast բանկում։ Կիբերհարձակումները կամ նույնիսկ տեղեկատվական հարձակումները հիմնականում post-factum են արձանագրվում, այսինքն մենք հասկանում ենք, որ հարձակումը եղել է միայն հետո եւ այդ առումով կանխատեսել թե ինչպիսի հարձակումներ երբ պետք է լինի եւ այլն բավականին բարդ է ամբողջ կիբերանվտանգության համակարգն է։ Դրա համար մենք հիմա փորձել ենք ստեղծել ոչ թե կիբերհարձակումներին ուղղակի արձագանքելու ինչ-որ ձև, այլ ընդհանրապես այս օրենքի շրջանակներում մի համակարգի սկիզբ ենք ուզում դնել, որը որ կստեղծի կիբերանվտանգ միջավայր, այսպես ասած, եւ այդ առումով, քանի որ կրկնվեմ իմ անընդհատ ես նույն բանն եմ ասում, կիբերհարձակումները ցանցային են, մենք ենթադրում ենք, որ նաեւ ցանցային հակազդեցություն կարողանանք ունենալ եւ օրենքը դա հիմնական սկիզբն է լինելու, որպեսզի այդ համակարգը կարողանանք ստեղծել թե մեր քաղաքացիների, թե պետական եւ թե մասնավոր ընկերությունների միջև կարողանալով ինչ-որ ցանցային հակազման կամ ցանցային կիբերանվտանգ միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Օրենքը ոչ մի հարց չի լուծելու սկզբնական, օրենքը կմնա թղթի վրա, մինչև որ բոլոր խաղացողների համար ընդունելի պայմաններ չլինեն, այսինքն այս առաջկա քննարկումները հենց դրան են ուղղված, շնորհիվ նախքան քննարկման տարը դնել են նույնպես քննարկումներ եղել են, բայց հույս ունենք, որ բոլորի կողմից կոնսենսուս կլինի այս հարցում եւ խաղայականներ կընդունվեն, որպեսզի օրենքը կարողանան կիրառել։ Դրանից հետո արդեն ենթահարցական ակտերը եւ այն ենթակառուցվածքները, որ պետք է այդ հարցի լուծումը տան, պետք է որ կարողանանք ունենալ ժամանակի ընթացքում իհարկե ծանր աշխատանք է մեզ սպասում, բայց ոնց որ թե բոլորիս համար էլ նպատակը նույնն է ու մնում է գործիքները իրար միմյանց համար փոխընդունելի լինեն, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծենք։ Մենք իրոք անընդհատ այդ վտանգների կամ ռիսկերի ներքո ենք, սկսած մեր անձնական հեռախոսներից, վերցրած ընդհանրենք ջրամատակարարման կամ էլեկտրամատակարարման կամ նույնիսկ տրանսպորտի կառավարման համակարգերով ամենտեղ տեղադրում են ոնց որ պարոն Մարտիրոսյանը նշեց որոշակի համակարգեր, որոնք ինչքան հեշտացնում են կյանքը, այնքան էլ խոցելի են սարքում որևէ process, որը կառավարվում է ավտոմատացված եղանակով, նաև ենթադրում է, որ միջամտություններ կարող են տեղ լինել ու ես չկոնկրետացա նախորդ հարցում ընդհանրապես ասելու համար, որ մեր ամբողջ կյանքը կիբեր խոցելի է արդեն դարել, հենց զուտ այն պատճառով մենք անընդհատ օգտվում ենք հենց հեռախոսներից ու լրացված իրականության մեջ ենք ապրում։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, դուք ներկայացրեցիք այդպես մի փունջ խնդիրներ, նաև փաստացիք, որ արդեն Գագիկ Ձյաձյան չկա, ինչ խնդիրներ կարող է կարգավորել օրենքը եւ որքանով այդ թղթի վրա կարգավորումները կարող են այդպես կենթանություն ստանալ իրական կյանքում։ Տեսեք, առաջինը օրենքը երբեք ինչ-որ դեղամիջոց չի, դեղամիջոցը աշխատող համակարգն է, որը տվյալ դեպքում շատ ծավալուն բան է պահանջում, որտեղ եկեք մի բան հասկանանք, այսինքն մենք քիչ-քիչ գալիս ենք այն բանի, որ Հայաստանը դա ոչ միայն մեր ֆիզիկական հողն ու ջուրն է, այլ նաև մեր կիբեր տիրույթն է, ու դա ինչ-որ մի փոքրիկ բան չի, եւ պարզ է, որ այս մի օրենքը հարցերը լուծող չի, այսինքն սա պետք է մեծ համակարգ ձևավորվի, սա ոնց որ առաջնային կետն է, եւ կարևոր է, թե այս օրենքի հետևում ինչ համակարգ է ձևավորվելու, օրենքը շատ abstract լեզվով այս ամեն ինչը նկարագրում, լիազոր մարմին, իրավացու մարմին, մենք պետք է հստակ պատկերացնենք, թե պետությունը ինչ է տեսնում այս ամենի հետևում, այդ կարևոր է։ Երկրորդը, թե ոնց է այս ամեն ինչը աշխատելու հենց պետության ներսում, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ միջգերատեսչական շփումներ են լինում համ լավ, համ վատ առումով, միջգերատեսչական հարաբերությունների ձևավորումն է, որովհետև այստեղ մենք պետք է լավ հասկանանք, որ ներգրաված են առնվազն ոչ միայն
այս լիազոր մահվինը, որը փաստացի նոր ստեղծվող բան է, բայց նաև ազգային անվտանգության ծառայությունն է, ինչ-որ հարցերում դա բանակն է, կենտրոնական բանկն է, պլյուս արդեն պարզավոր բտանախարարությունն է, էկոնոմիկայի նախարարությունը, այսինքն սա շատ կոմպլեքս բան է ու հարցը թե որքանով այս մեխանիզմները իրար հետ կարողանան աշխատել ու իրար չխանգարել, իրար շատ հավանական է, որ օրինակ ուժայինները իրար խանգարեն, եթե համակարգը վատ կազմված լինի իր ճարտարապետական տեսանկյունից։ Ես նույն ուղղությամբ խնդրում, ուղղակի այդպես պարզ, որպեսզի բոլորս հասկանանք նաև մարդիկ, ովքեր տեղյակ չեն այդ ինչ է կիբերանվտանգությունը, ինչ է կիբերհարձակումը, այսինքն օրինակ բանակի առումով ինչ, եթե կիբերհարձակում լինի, ինչ կոնկրետ խնդիրների առաջ կկանգնի, թե Հայաստանի Հանրապետությունը, թե բանակը, եթե կարելի ավելի կոնկրետ։ Բանակը, եթե խոսքը գնում է ճգնաժամային պահերին, օրինակ ռազմական գործողություններ, մենք բանակը չենք կարող առանձնացնել մնացած հատվածի հետ, թիկունքը եւ բանակը միասին աշխատող մի մարմին պետք է լինեն, ու այստեղ իհարկե հարձակումը անմիջապես բանակային ենթակառուցվածքների դեմ, այստեղ պարզ է, որ կոնկրետ մեր ռազմական ուժի վրա ազդեցություն ունենալու, բայց նույնիսկ հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրենք ազդելու են ռազմական պոտենցիալի վրա, այնպես որ ամեն դեպքում օրինակ օրենքը ենթադրում է, որ ռազմական դրության ժամանակ լիազոր մարմինն է գործելու, այստեղ օրինակ իմ համար հարց ամենում, թե այս մարմինը, որը փաստացի քաղաքացիական տիրույթում գտնվում է ու բանակի կիբերի ոլորտը ոնց են իրար հետ համագործակցելու եւ այլն։ Պարզաբար այդ մի օրենքի մեջ դժվար է այս ամեն ինչը մտցնել ու այս օրենքը ենթադրելու է մեծ քանակի ենթարեզրական ակտեր եւ ինչ-որ լրացուցիչ օրենքներ, բայց օրինակ ես այստեղ էլ մտավախություն ունեմ, որտեղ եթե հիշում եք 15 թվականին ընդունվեց անձնական տվյալների պաշտպանության օրենքը, ու ինքը տենց մենակ մնաց ու փաստացի այդ կողքը չձևավորվեց չերեկու համակարգ։ Հայաստանը պատերազմական վիճակում գտնվող երկիր է եւ կարծես թե պիտի այդ խնդիրները նաեւ ավելի վաղ բարձրացվեն։ Պարոն Քերոբյան, վերջին տարիներին ադրբեջանական հաքերային հարձակումները թույլ են տալիս եզրակացնել, որ Բաքուն արդեն ունի պետական իր կիբերհարձակողական միավորումը կան, ունեք դուք հստակ տվյալներ եւ որքանով է մեր պետությունը պատրաստ մեր համակարգը արձագանքելու նման հարձակումներին, որոնք ըստ էության կանխատեսելի են, անակնկալ չեն համարցակ։ Նախ շարունակելով պարոն Մարտիրոսյանի խոսքը ուզում եմ նշել, որ ներկա առճակատումները վաղուց թեւակողել են ուղղակի զուտ ռազմական լինելու փուլը, հիբրիդային պատերազմներ տերմին անընդհատ գործածվում է ու հարձակումները լինում են ոչ միայն զուտ բանակի, այլ նաև կենսական ապահովության օբյեկտների, նույնիսկ բնակության հոգեբանական ճնշումները փորձում առաջացնել հակամարտող կողմերը, այլ ենթակառուցվածքների զուտ բանակի առումով նաև կառավարման կենտրոնների կամ առանձին զենքերի կառավարման հնարավորությունների վրա են հարձակումները լինում, դրանք ամբողջը միամուտ կիբերանվտանգության խնդիրներ են,